Բնակչությունը կազմում է 1,68,000 մարդ։ Իսկ որքան մարդ է Երևանում բնակվում վարձով, գիտեն միայն անշարժ գույքի գործակալները, այսինքն բրոկերները։ Եթե աշխարհում կա արդար եւ ճշտախոս բրոկեր, ուրեմն համոզված կարող ենք ասել, որ կա նաեւ Կոնչիտա Վյուրստի անվան ազգագրական երգի խմբակ։ Ինձ թվում է հասկացաք, որ արդար եւ ճշտախոս բրոկեր աշխարհում չկա։ Նման էժան տուն, նման էժան գնով որտեղ էլ մանգակ չեք կարող գտեք։ Ուղղակի ձեր բախտն է բերել, որ իմ նման բրոկերի եք հանդիպել, թե չկարայիք ուրիշ բրոկերի հանդիպեիք, այս տունը 4 անգամ ավելի տան գններ։ Զոքանչից թաղեմ, թե խաբում եմ։ Բայց կա մի հատ բայց։ Մենք մեր տունը տալուց առաջ պետք է հասկանանք, թե տունը ում ենք տալի, այդ մեր ապահովության համար է։ Որտեղից եք։ Ես Մոսկվայից եմ, եկել եմ Երևան սովորելու, Տաթևիկը մանկության ընկերուհիս է, Ղարաբաղից է, իրար հետ ենք ապրելու։ Իսկ կարող եմ մի օր հանկարծ իմանամ, որ տուն աղջիկ-մաղջիկ եք բերում։ Չէ, ինչ աղջիկ-մաղջիկ, Սերգեյ ջան, ուշեղը տաքսիստասկի ժամանակ չունի ֆելոն, հենց որ պիտի կարողանա աղջիկ կպցնի, որ բերի տուն։ Ես էլ ընկերուհի ունեմ, հենց որ հանգիստ եմ։ Հաստատ։ Այո, հաստատ վերցնում ենք, իսկ վարձը վերջնական ինչքան է։ Էժան, շատ էժան, ահավոր էժան, աննախադեպ էժան, մեգա էժան, 100,000 դրամ։ Բայց կա մի պայման, պետք է տարվա փողը մի անգամից տակ։ Մի տարվա։ Բայց մեզ որտեղից այդքան փող։ Այլի։ Պապան ինձ գումար է տվել շոփինգի համար, այնպես որ մենք պատրաստ ենք վճարելու։ Արսես բան ես թալան էլ։ Չէ, պապայի հետ որ կռվեցի տանից դուրս եկա, մաման մի քիչ փող տվեց։ Մի քիչ։ Ապրեք։ Գնացեք ու ապրեք։ Տաթև, բայց ասա, որ շատ լավ տուն է։ Քաղաքի կենտրոնում այսքան էժան տուն մենք որտեղից ենք գտնելու։ Բայց տարօրինակ չի, ինչ է այսքան էժան։ Դիկա կարող է ստեղ հոգիներ կան։ Լավ էլի Տաթև։ Լավա չասեցիր, ես տունը էժան է, որովհետև գողացած է։ Փաստորեն մանկությունից մինչև հիմա քո մոտ ոչ մի բան չի փոխվել։ Էլի հոգիներից վախենում ես։ Համելով էլ մի տարվա վարձը տար կտային էլ էժանով ես տունը։ Լիկա լսեցիր ես ձայնը։ Հա, լսեցի, երևի հարևանի տանից է։ Չէ, Լիկա մոտիկ տեղից է գալիս։ Հա, Տաթև երևի մոտիկ հարևան է։ Լիկա էլի է գալիս։ Ոյ Տաթև այնքան ասեցիր, ես էլ սկսեցի վախենալ։ Վերջ, հակում ենք հոգիների թեման ու բացում ենք Facebook-ը։ Վերջապես մենք տեղափոխվեցինք մեր նոր բնակարան։ Իսկ հիմա շփտա։ Տարիքի հետ անպայման մենք փնտրում ենք օթևան ու հաճախ տներ արծում ընկերներ ու ազգական բարեկամ ու հարևան մեզ օգնում են այդ հարցում լուսավոր ու արևքող բարձր որ չմտնի կող լինի գազ ու լինի լույս տուն դեպի մասից նայող տալ պատրաստ ենք լիքը փող որ ունենանք full house Թղթախաղի պես զգվում է օրը մինչև լույս հաճախ ուրախ մեկ անհույս Թե չեք ուզում այս պայքարից մնալ դու խաղից դուրս Ձեզ հարկավոր է full house Ապրել եմ ուզում full house-ում Սուս, full house Ով է լսում full house-ում Սուս, full house Իմ կյանքն եմ բազում full house-ում Սուս, full house Սեր եմ երազում full
Նատիսկը բացատրեք, ովքեր եք դուք ու ինչ եք հարցակվել ընկերոջս վրա։ Նախ մեկ չեք հարցակվել, մեկ պաշտպանվել ենք։ Հետո էլ մեզ թվաց, որ ինքը հոգի է։ Ու քանի որ հոգիները ցավ չեն զգում, աղջիկները որոշեցին ստուգել։ Լսելով իմ ոռնոցը, աղջիկները հասկացան, որ ես հոգի չեմ։ Չնայած նրան, որ այդ պահին գնաց էին աշխարհը հետ եկա։ Իսկ հիմա դուք բացատրեք, դուք ինչ եք անում այս տանը։ Ինչ ենք անում։ Ասեմ, հաց ենք ուտում, հեռուստացույց ենք նայում, սուրճ ենք խմում, լողանում ենք, քնում ենք, արթնանում ենք, էլի ենք հաց ուտում։ Մի խոսքով ապրում ենք։ Ճիշտ է, վարձով, բայց ապրում ենք։ Եթե տեղյակ չեք, ասեմ իմանաք։ Ձեր վարձակալության ժամկետը վաղուց արդեն սպառվել է, ու այսօրվանից մենք ենք այս տան նոր վարձակալները։ Ֆելո մենք երբ ենք տեղափոխվել այս տուն, 3 ու ինչքան ժամանակով, մի տարով։ ոնց անցավ էս մի տարին։ Ոնց որ 3 լիներ։ Այո, ինչպես ասում է գերմանացի պատմաբան Յոհան Գերդերը, ժամանակի դեմ բոլորս անզոր ենք։ Ուրեմն, ինչպես ասում էր չարբաղցի փիլիսոփա Չախկալվազգենը, դուք արդեն երկարցնում եք։ Էնպես որ դուք ժամանակի շուտ եք եկել։ Կգաք 364 օր հետո։ Իսկ հիմա գնացեք։ Ես հասկացա, գիտես ինչ է այս տան վարձը այդքան էժան։ Փաստորեն մեր հետ էլի մարդիկ են ապրելու։ Բա թե ինչ ես խոսում։ Այս տանը մեզնից բացի մենակ կարան տառականներ ապրեն։ Հա բայց այսքան մեծ։ Մի րոպե ժողովուրդ։ Ստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Երկու տարբեր բրոկերներ նույն տունը հանձնել են երկու տարբեր մարդկանց։ Հիմա ամեն մեկս կզանգեք մեր բրոկերներին ու ամեն ինչ կպարզենք։ Արսեն զանգի։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, բան գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Անհասանելի է։ Լիկա, այս ինչ գլխացավանքի մեջ ընգանք։ Եթե ստեղ մեկը կա, որ գլխացավանքի մեջ է, այդ ես եմ։ Բարև ձեզ։ Եթե չեմ սխալվում, Մուշեղ, չէ՞։ Չեք սխալում։ Տիկին Գրետա։ Ոչ թե Գրետա, այլ Տամարա։ Ադե, կներեք, մի քանի տար շփոթեցի։ Կներեք, Մուշեղ ջան, երեկ ոնց տեղավորվեցիք։ Լավ քնեցիք։ Տիկին Տամարա, ես գիշերները չեմ քնում։ Ես գիշերները աշխատում եմ։ Աշխատում եմ, որ մի 2 կոպեկ փող աշխատեմ։ Աշխատեք, Մուշեղ ջան, աշխատեք։ Աշխատեք, այս տան հետ կապված խնդիրներ չստեղծեք։ Որովհետև ինչպես գիտեք, ես ձեր տանտիրոջ կողմից լիազորված անձ եմ, որպեսզի այս բնակարանում որևէ թյուրիմացություն չլինի։ Եթե ես հանկարծ մի օր, Աստված մի արասցե, նկատեմ, որ դուք այս տունը դարձրել եք հասարակած տուն, ես առանց գիտակցելու կզանգեմ տանտիրոջը։ Եվ նա ձեզ առանց ձեր 1 տարվա վարձը ետ վերադարձնելու բերանքսի վայր դուրս կշպրտի այս տնից։ Արա փոխանակ նենց անես, որ այս աղջիկները այս տնից թողեն դուրս գան, սուրճ է հյուրասիրում։ Ֆելո։ Արս մենք էլ Մուշեղից թաքուն ուզում ենք աղջիկ բերենք այս տուն։ Հեն աղջիկներն իրաց ոտով եկել են։ Ստե։ Լավ չի։ Այլի աղջիկ տեսար սկսեցին կակազել, վերցրը խմի դզվի։ Ռաս։ Քեզ ինչ կա։ Դու քաղաքում ես ծնվել, հարուստ ընտանիքում։ Ինչ ուզել արել ես, ում հետ ուզել արել ես։ Իսկ ես այսքան ժամանակ մեր գյուղում մի հատ աղջկա հետ ջեմ եղել։ Ինչի։ Որովհետև փոքր գյուղ է, բոլորն իրար բարեկամ են։ Մեկը դուրս գալիս է, վերջում պարզվում է մորքուրիս աղջիկն է։ Որովհետև ձեր գյուղը գյուղ չի, ձեր գյուղը հնդկական կինո է։
Տիկին Տամարա, եթե խոսքը այս տուն աղջիկ բերելու մասին է, ես ձեզ երեք էլ ասեցի։ Եթե դուք այս տանը աղջիկ տեսնեք, ուրեմն ես անողնաշար կենդանի եմ։ Խոսքի ворդ։ Լավ, Մուշեղ ջան։ Մուշեղ, դու գազից գլուխ հանում ես։ Տիկին Տամարա, այսօր գազից ով է գլուխ հանում։ Օրորիդ հանգանում է։ Վաղը մյուսերը չգիտես ինչ անելու։ Հələ չգիտեմ այս ռուսները ինչքան են հələ հանգացնելու։ Չէ, Մուշեղ ջան, ես դա նկատի չունեի։ Գազից վառարանը չի միանում։ Կարող է սարքեիր։ Դե պետք է տեսնեմ, որ հասկանամ էլի։ Ես գիտեմ, Մուշեղ ջան, անհանգստացնում եմ քեզ, գործից նոր ես եկել, երևի սոված էլ կլինես, բայց ինչ անես, անտղամարդ կինն էլ ես, մի բան չանում է, այդ լամպոչկայա բանա գիտեք, մենակ, անցեք, խնդրեմ, արի Մուշեղ ջան, արի, համեցեք։ Տաթև, դրանք հանկարծ, որ ինչ-որ բան հյուրասիրեն, չօգտվես, ինչ իմանաս ովքեր են, նրա տատումներին նայ, հաստատ բռնաբարության հոդվածով էլ դատված կլինի։ Ճիշտ ես ասում, Լիկա։ Սրանք երևի մանյակներ են։ Կամ սերիական մարդասպաններ։ Ինչական? Սերիական։ Սիրիական? Սերիական։ Հələ ուշադի ես լսի։ Յանան չպիտի իմանա, որ ես տուն աղջիկներ են մտել։ Թե չէ ես եմ իրա դեմը կակազելու։ Հա որ իմանա ասա ֆելոն է բերել։ Ֆելոն չի կարողանում երկու բառ իրար կպցնի ու մեծ աղջիկ կպցնի։ Լսի հələ։ Բայց սուրճի հետ ինչ հյուրասիրենք այս աղջիկներին։ Այ միրգը տարբեր սեղանին։ Արսեն, բայց այդ միրգն արհեստական է։ Ֆելո մեկը ոչ մեկ չի ուտելու, տարբի։ Երեխեք ջան, օգտվեք։ Սուրճից։ Շնորհակալություն, մենք ավելի լավ օգտվենք զանգի հնարավորությունից ու զանգենք բրոկերին։ Լիկա, այդ Սերգեյը ուրիշ համար չունի։ Սերգեյ։ Մեր բրոկերի անունը Սերգեյ, չէ՞։ Հա։ Քուրիկ ջան, որ խնդրեմ հեռախոսդ կտաս։ Ժողովուրդ մեզ խաբել են։ Ոնց խաբել են։ Հենց տենց։ Մեր ու ձեր հեռախոսների մեջ բրոկերի համարը նույնն է։ Ինչ։ Այսինքն նշանակում է նույն բրոկերը, նույն բնակարանը միաժամանակ երկու տարբեր մարդկանց է վարձով տվել։ Մեզ եւ ձեզ։ Ոնց։ Փաստորեն այդ սրիկան մեզ խաբել է։ Եվ ձեզանից եւ մեզանից վերցրել է 1 տարվա գումարը ու փախել։ Լիկա, բա ոնց ենք լուծելու այս հարցը։ Շատ պարզ լուծման երկու տարբերակ։ Կամ իրանք են հեռանում այս տնից, կամ էլ գումարը տալիս են ու մենք գնում ենք ուրիշ տուն ենք վարձում։ Լուրջ։ Իսկ չգիտեք, որ կա եւս մեկ տարբերակ։ Հենց հիմա դուք եք լքում այս տունը, որտեվ մենք ենք առաջինը եկել այս տուն։ Տաթև, լսեցիր ինչ ասեց հանճարը։ Ֆելո դուք ինձ որդի տեղ եք դրել։ Մուշո, ես ինչ որ դու մտածում ես։ Հայրիկ ջան, իսկ դուք ով եք։ Աժան, ես այն մարդն եմ, որ մի քիչ առաջ որդի քֆուր կերավ։ Որ ես տուն ոչ մի աղջիկ չի մտնելու։ Անենց որ հենց հիմա երկուսով սիրուն հելնում եք այս տնից ու գնում եք։ Մենք այս տնից կգնանք այն դեպքում, եթե դուք մեր գումարը տաք։ Ու ինչքան է ձեր գումարը։ 1,200,000։ Կտակ կգնանք, չեք տա, կմնանք այս տանը։ Տաթև վեր կաց գնացինք մեր սենյակ։
$1,200,000 դրամ $3,000 $3,000 Սաղ քաղաք մանգս $100-ից թանկցի չես ճարի Մենակ չասեք, որ սրանց մի ամսով եք բարձր Ուշեղ, սրանք քո իմացած ծտելիս չեն։ Սրանք վատ խաբարով ղշեր են։ Բայղուշ Հա մուշո, բայղուշ Մենակ իմանաս ինչա եղել Լիկա կարողա սպասենք տեսնենք ինչա լինում նոր իրերդ դասավորես Իմ համար ամեն ինչ պարզ է։ Մենք մնում ենք այս բնակարանում։ Իսկ հեռանալու մասին թող իրանք մտածեն։ Լիկա ինչ ես անում Պատրաստում են լոկան կընդունել։ Բատղաները Ինչ բատղաները։ Իրենք թող սպասեն, ես կլողանամ, հետո նրանք կլողանան։ Լիկա նկատի ունեմ ամոթ հանցանոտ տղաների մոտ լոգան կընդունելը Ճիշտ ես ասում։ Ես էլ կփակեմ լոգանի դուռը։ Արա, ես ջոգեցի ինչ պետք է անենք Ինչ պետք է անենք, մուշ։ Զանգեք բրոկերին Արդեն զանգել եք, հա? Բա ինչ էր ասում բրոկերը Բաժանորդը անջատել է հեռախոսը, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Արզա Հուսով եմ մենք այս տնից չեն գնալու Ու ոնց հասկացա, այդ աղջիկները չեն ուզում այս տունը Լքեն Մենակ չասեք, որ այդ աղջիկների հետ նույն տան մեջ են ապրելու Ինչի ուրիշ տարբերակ կա Վելո, աշխարհի բոլոր չարիքների հիմքում ընկած աղջիկը Ով կերավ արգելված պտուղը Եվան Մուշ կծես։ Այսպես չլսեց ու կերավ Ում բաճարով սկսեց տրոյական պատերազմը Աղջկա Ում բաճարով խորտակվեց տիտանիկը Այսբերգի Աղջկա Ու ում բաճարով հանդվեց Իմ ընտանիքը Աղջկա Զոքանչիս աղջկա Ուարա Ես տարվա միկն է ոնց որ պլասմասան Տաթև, ես քեզ նորից եմ ասում։ Դու քեզ պետք է զգաս ինչպես քո տանը։ Չեմ հասկանում դու իզուր ես թատերական ինստիտուտում սովորում։ Մտի տան տիրոջ կերպարի մեջ։ Մեր տունն է սա ու վերջ։ Ես ես տանտերն եմ Ես իմ տունն է Ես նկարը ստեղից հանենք ուրեմն Լիկա Հələ թրի ջուր բեր Ոնց է շատ մտար, հա դերի մեջ։ Այս տան տերերը մենք ենք։ Իսկ այ տղաները մեր աշխատողները։ Հասկացար։ Հա, հասկացա Խնդրեմ Զգում են իրանց ինչպես իրանց տանը Այսօր լողանում է, վաղը կհղիանա Ինչ ես խոսում Հնարավոր չի Հնարավոր Այդ ես որ մի քանի անգամ կակազես, հաստատ կհղիանա Ախր մուշեղ ջան, այդ գազը որ սարքեցի, էլի հոտ եմ առնում Տիկին դամարը, գնացեք ստեղից Ուշեղ, ինչ ա եղել։ Հեչ, ոչ մի բան, ուղղակի գնացեք, ես հեսա կգամ Բարև ձեզ
Տղաներ, մեր հյուրին սուրճ հյուրասիրեք։ Կարծեմ, ինչ որ անողնաշար կենթանի, եթե չեմ սխալվում, Բորդ, ինձ խոսք էր տվել, որ ես այս տանը աղջիկ չեմ տեսնի։ Դու ինձ ասելու բան չունես, Մուշեղ։ Ասեցի։ Այսօ կամ գազի վարարանը կսարքի։ Ով էր այս աղջիկը։ Չէ, ոնց։ Չէ, մահա։ Տիկին Տամարա, մենք աղջիկ չենք բերել, բայց մենք մորքուրի աղջիկ ենք բերել։ Ուզում ես ասել, որ այս աղջիկը քո մորքուրի աղջիկն էր։ Նման էր, չէ։ Երևի։ Ստացվում է, որ դուք այս տանը ապրելու եք 4-ով։ Հա, 4-ով, 4-ով։ Զուտ 4-ով։ Լավ։ Տիկին Տամարա, դե եկեք գնանք, քանի դուրս չի եկել։ Գազը տրուբից։ Գնանք։ Հա, գնանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսկ դուք ով եք։ Ինձ թվում է իմ տեսքից արդեն պարզ է, որ ես այս տան բնակիչ եմ։ Դուք ով եք։ Ես ձեր հարևանուհին եմ։ Իմ անունը Տամարա է։ Եվ կխնդրեի մի փոքր նրբանկատություն դրսևորեիք։ Ես ձեր տանտիրոջ կողմից լիազորված անձ եմ, որպեսզի այս տանը այսպիսի թյուրիմացություններ չլինեն։ Դե եթե այդպես է, ուրեմն տղաները արդեն պիտի պատմած լինեն ձեզ, թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Եվ ինչ է տեղի ունեցել այսօր, Մուշեղ։ Եվ ինչ է տեղի ունեցել այսօր։ Եվ ինչ է տեղի ունեցել այսօր։ Եվ ինչ է տեղի։ Տիկին Տամարա, այսօր ունես բան է տեղի ունեցել, որ դուք պիտի իմանաք դրա մասին։ Այս աղջիկը եկելա, որ այս տանը ապրի։ Մենք էլ չգիտենք ինչ անենք, Տիկին Տամարա, Ֆելոն ուզում է ասի, այդ աղջիկը այսօր ապրելու է այս տանը, քանի որ այսօր Ֆելոն ու այդ աղջիկը ամուսնացել են։ Լուրջ։ Ամուսնացել են։ Այո։ Ֆելիքս։ Բա ինչ ես տխուր։ Դե Տիկին Տամարա, գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը։ Նոր ընտանիք, երեխա, մանկապարտեզ, դպրոց, դժվար է Տիկին Տամարա, շատ դժվար է։ Լավ։ Պարզ է։ Փաստորեն ես ստիպված պիտի լինեմ զանգել ձեր տանտիրոջը։ Ես կզանգեմ, կտեղեկացնեմ եւ հուսամ, որ նա դեմ չի լինի ձեր այս տանը 5-ով բնակվելուն եւ ձեզ բերանքսի վայր դուրս չի շպրտի այս բնակարանից։ Լավ, Մուշեղ ջան, մենք այս ամեն ինչի հետո միասին կքննարկենք։ Իսկ հիմա ես քեզ տանը սպասում եմ։ Լավ։ Պահո։ Մուշեղ, այս ոնց որ Տիկին Տամարան աչք կա դրել վրետ, հա։ Աստված շանի։ Ժողովուրդ, իսկ ինչի մենք չենք կապնվում տանտիրոջ հետ ու պատմում ողջ եղելությունը։ Ինձ թվում է ամենաճիշտ որոշումը ինքը կտա։ Ճիշտ ես ասում։ Ու կուղարկի մեզ 1 տարվա վարձը, մեզ բոլորիս այս տանից դուրս կհանի, բերանքսի վայր, ու մենք դրսում կպարզենք, թե ում է պատկանում այդ 1 տարվա վարձը։ Փաստորեն ինչ է դուրս գալիս, մենք բոլորս պետք է այս տան մեջ ապրենք, մինչև բրոքերի հայտնվելը։ Փաստորեն։ Ներողություն, բայց ես չեմ պատրաստվում մի հարկի տակ ապրել 2 Եվայի սեռի ներկայացուցիչների հետ։ Հայրիկ ջան, իսկ ինչի է ձեզ թվում, որ մենք պատրաստ ենք ձեզ հետ կիսել այս բնակարանը։ Մուշեղ։ Տաթևիկ ջան, մենք պատրաստ ենք։ Ամենայն դեպս, ով ուզում է կարա լքի այս բնակարանը։ Ես չեմ պատրաստվում քամուն տալ մեր տված
Իմ տված 1,200,000 դրամ։ Բայց երեխեք ջան, մուշեղ, մենք մի հատ խնդիր ունենք։ Ու այդ խնդրի անունը Տիկին Տամարայա։ Ինքը չպետք է իմանա, որ մենք տարբեր վարձակալներ ենք։ Հակառակ դեպքում բոլորս կհայտնվենք դրսում։ Իսկ ո՞նց պետք է լուծենք այդ Տիկին Տամարա խնդիրը։ Երեխեք ջան, ճիշտ ասած, որ դուք այստեղ չեք, մենք Տամարային արդեն խաբել ենք ու ասել ենք, թե դուք ովքեր եք։ Եվ ովքեր ենք մենք։ Մուշեղ, դու ուզում ես ես գազի ու տեչկայից մեռնեմ։ Հենց հիմա գնացինք Տիկին Տամարայի։ Սպասի, մի րոպե, Մուշեղ, մի րոպե։ Իդեպ, ձեզ տեղեկացնեմ, որ ես զանգեցի ձեր տան տիրոջը, եւ նա համաձայնեց, որ դուք այս տանը ապրեք 5-ով։ Այնպես որ Շնորհակալություն Տիկին Տամարա։ Գնանք արդեն։ իդեպ շատ գեղեցիկ զույգ եք, շատ Ֆելիքս ջան։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, աղջիկ ջան, խնդրեմ։ Իդեպ դուք էլ շատ նման եք Արսենին։ Ճիշտ եք ասում, երբեմն ամուսինները արտակնապես իրար շատ նման են լինում։ Դու եմ մորքորի աղջիկն ես։ Մի րոպե, դուք Արսենի մորաքրոջ աղջիկը չեք։ Ահա, իմացա։ Այսինքն գիտեի, ուզում եմ ասեմ, ամուսինները երբեմն այնքան նման են լինում, ոնց որ մորաքրոջ երեխեք լինեն, չէ՞։ Լավ, պարզ է, պարզ է։ Տիկին Տամարա, գազը։ Ինչ գազ, Մուշեղ։ Ձեր տան գազը։ Գազը, Մուշեղ, գազը, Գազը, հա։ Իմ սիրելի ամուսին։ Ես կարող եմ գնալ քնել։ Բարի գիշեր, Գազանիկ։ Արս։ Արսեն։ Հա, Բայց այն տաթևիկը լավն է, չէ՞։ մորքորից աղջիկը։ Հա։ Բայց են լիկան Գազանն է, հա։ Արսելը հանգստացի։ Ես ո՞նց ես խոսում կանոջս հասցեին։ Ֆել, մուշեղն եկով քնացինք։ Ֆելո։ Արսեն։ Հոգը քնեք, բա ինչ կանենք։ Իսկ որտեղը քնելու մուշեղը, պարզ չի։ Որ ձեզ ասում էի կինը չարիք ա բերում, չեիք լսում։ Ում պատճառով մուշեղը քնեց զալի դիվանին, աղջիկների։ Հա, պապ։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Հա, արդեն տեղավորվել ենք։ Հա, պապ, տաթևը հետս է։ Բարև ձեզ Սամվել դեդա։ Համոզվեցիր, պապ։ Դե մենք քնում ենք, մամային բարև։ Լավ, բարի գիշեր։ Կա։ Պատկերացնում ես, պապա իմանա, որ մեր հետ տղաներ են ապրում։ Չի իմանա։ Մինչև այդ ինֆորմացիան հասնի Մոսկվա,
Մենք դրանց գլխին նենց դժոխք կսարքենք, որ դրանք իրանց ոտով վեր կկենան ու կգնան այս տնից։ Այսօր շատ լարված եւ արկածներով լի օրեր։ Բարի գիշեր բոլորին։ Ժպտատաթև։ Լիկա, ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, ոնց կարող ենք մենք մի տան մեջ ապրել լրիվ անծանոթ տղաների հետ մի տարի։ Աթև, ես ով վանգաչ եմ, որ գուշակեի, որ բրոկերը մեզ խաբելու է։ Ամեն դեպքում մենք ստիպված ենք այդ տղաների հետ ապրել այս տան մեջ մինչև բրոկերի հայտնվելը։ Ախր ինչ իմանանք սրանք ովքեր են։ Մեկը կարող է խաղացող, մյուսը գողացող, մյուսը հարբեցող, արվամոլ, չգիտեմ, վերջապես կնամոլ։ Երբ որ ես Մոսկվայում էի ապրում, մեր ուսանողական հանրակացարանում քո նշած կենդանիներից այլ ավելի գիշատիչ կենդանիներ էին ապրում։ Ու իրանց համեմատ սրանք ավելի փափկասում կենդանիներ են հավատում։ Լիկա, դու գիտես, որ ես ամբողջ գիշեր այս կենդանու խրոցից չեմ քնել։ Ինձ թվացել է մեր տանը հոգի կա։ Ճիշտ ես։ Ուղղակի ոչ թե հոգի կա, այլ կոնկրետ 3 հոգի կա, ովքեր մեզ խանգարում են հանգիստ ապրել այս տան մեջ։ Խանգարում են։ Դիք ինչ-որ բան ես մտածել։ Սրանց թվում է, իրանց հետ 2 աղջիկ են ապրելու ու իրանք դրախտ են ընկել, բայց իրանց մտքով էլ չի անցնում, թե ինչ դժոխքում են հայտնվել։ Ու ինչ է մտածել մեր գեղեցկուհի դևը։ Տաթև, ոչ թե դևը, այլ դևուշկա։ Իսկ հիմա ուշադիր լսի։ Սա մեր բնակարանն է, ու մենք պետք է թելադրենք մեր պայմանները։ Իսկ մեր պայմանները նրանց բնականաբար դուր չեն գա։ Իսկ հիմա արի։ Ուր, արի կասեմ։ Հաճախ ուրախ մեկ-մեկ անհույս Թե չեք ուզում